Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Մարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Մարացի նորաբաց խանութ սրահում։ Երգի ու երաժշտության ազդեցությունը մարդկանց վրա այնքան մեծ է, որ տարբեր ժամանակաշրջաններում այն կիրառվել է և օգտագործվել է տարբեր կերպ։ Մեր հիմնական նպատակն է երաժշտությունն ու երգը ուղղորդել, որպեսզի մենք բացահայտենք անհայտը և ճաշակով երաժշտություն մատուցենք ձեզ։ Բարի երեկո ու բարի գալուստ X Factor, սա մարտահրավեր է երգի լեզվով։ Ամիսների պայքար և մեկ ընտրություն, 10 մասնակից երաժշտական սեր նվիրեցին անցյալ կիրակի ձեզ։ Ում սերը չհասավ ձեզ, մենք կիմանանք անմիջապես այսօր ձեր քվեարկության արդյունքները ամփոփելիս։ Սիրելի բարեկամներ, X Factor նախագծի ժյուրիի անդամներին ողջունում ենք ջերմ ծափահարություններով։ Ապացուցեց, որ ռադիոյում շոումեն լինելը նույնքան տաղանդավոր է նրա մոտ ստացվում, ինչպես և TV-ում Իգոր Գլումով 24-ից բարձր տոհում։ Իր անձնական կյանքում նա ունի մի աղջիկ, բայց երաժշտական կյանքում նա շատ բազմազավակ է։ Խմբերի ղեկավար Գարիկ Պապոյան։ Նրա երգարվեստը, նրա երգերը մեկը մյուսից տարբերվում են, ինչպես և ինքն ու ես մի մազ ունեմ նրա հիմնական երգը այս նախագծում։ Էմմի աղջիկների խմբի ղեկավար։ Երաժշտական իր հրաշք ու փայլուն փորձով նա կիսվում է իր տղաների հետ։ Տղաների ղեկավար Անդրե։ Ծափահարություններ մեր ժյուրիի բոլոր անդամներին։ Նրանցից մեկն այսօր հրաժեշտ է տալու իր սիրելի ղեկավարին, իր հարազատ ընկերներին և մեր մեգա նախագծին։ Երկրորդ գահամերգից հետո, սիրելի հեռուստադիտող, դուք արդեն դրա պատասխանը տվել եք, մեզ մնում է միայն հրապարակել արդյունքները։ Հետևեք Շանթի եթերում X Factor-ն է, գետ էմոցիոնալ երաժշտական շոու։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիմա մեկ առ մեկ կհնչեցնեմ անունները, ոչ թե առավելագույնից գնալով դեպի նվազագույն, այլ ընդհանրապես անունները և վերջում կմնան նվազագույն միավորներ և ձայներ հավաքածները։ Եվ այսպիսով, X Factor 3-րդ եթերաշրջանի մասնակիցն է։
Նարեկ Վարդանյանը։ Նրա երգը մենք դեռ լսելու ենք։ Ով է մեզ ուրախացնելու իր երգով երրորդ գալա համերգի ընթացքում։ Նախագծում է Դադու խումբը։ Շնորհավորում ենք Դադուին։ Գնացեք պատրաստվելու։ Երրորդ գալա համերգի ընթացքում հնչելու է նրա հերթական համարը, որպեսզի դուք քվեարկեք, եւ այդ մասնակիցն է Էմի շունչ քաշիր, Ժաննա Դավթյան։ Պատրաստվելու։ Նյարդային եւ գերլարված քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է։ Այս անունը այսօր հայտարարվելու է այս բեմից եւ այդ անունն է Վահե Մարգարյան։ Հիշեցնեմ, որ դուք ձեր քվեարկությամբ եք ստեղծում այս իրավիճակը եւ այս իրականությունը։ Մեր երաժշտական իրականության մեջ այսօր փայլելու է եւս մեկը, ով Մենակ թողեք ձեր ղեկավարին։ Մի պահ, Միկադա։ Բրավո։ Մենք շնորհավորում ենք Գարիկ Պապոյանին, ով անցած երկրորդ գալա համերգին ունեցավ կորուստ, բայց այսօր ձեր քվեարկության շնորհիվ նրա երկու խմբերն էլ նախագծում են Դադու եւ Միկադո։ Մենք շարունակում ենք լսել անուններ, ովքեր ձեր քվեարկության շնորհիվ մեր նախագծում են։ Հաջորդ անունը, որ ես պիտի հնչեցնեմ, դա տղայի անուն է։ Եվ այդ տղայի անունն է
Հայկ։ Դու նախագծում ես։ Նա արդեն երկրորդ անգամ է անվնաս շարժվում է առաջ X Factor-ի ուղիով։ Եվ այս անգամ եւս դուք ձեր քվեարկությամբ Անդրեի բոլոր 3 տղաներին էլ փրկեցիք։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք սիրելիներս ձեր 2 մասնակիցներով գաք միանակ ինձ։ Շատ դաժան է, ինչպես եմ ինը նշում հիմա, նա ամուր բռնել է իր աղջիկներին։ Գորի սիրտը եւս բաժանվել է 2 զարկի, իսկ մենք շարունակում ենք լսել ձեր քվեարկության արդյունքները։ Եվ այսպիսով։ Երկու խումբ, 24-ից բարձր և աղջիկների, յուրաքանչյուրում 2 մասնակից։ Եվս մեկ անուն, որն շարունակելու է մեր նախագծում իր ելույթը։ Երրորդ գալը համերգին, իր երգով հանդես է գալու։ Մասնակից, ով նախագծում եմ, Մերի Ավետիսյան։ Մերի Ավետիսյանը շարունակում է իր ելույթը։ Ծափահարություններով մինչև վերջ ճանապարհենք։ Ու շատ կարևոր պահ հիմա։ 3-ն են մնացել, բայց մնալու են 2-ը։ Նվազագույն ձայներ հավաքած։ Ով է շունչ քաշելու հիմա, ով է ուրախ գրկելու իր ղեկավարին, անունը նրա Նրա անունն է Անահիտ Հակոբյան։ Էմի 3 աղջիկներն էլ նախագծում են։ Էմի, միացիր ընկերներիդ։ Եվ այսպիսի վիճակ, սիրելի Գլումով, Վահե Գագիկ, նվազագույն ձայներ դուք եք հավաքել եւ այսօր ժյուրիին էլ է շատ մեծ ու լարված աշխատանք սպասվում, որովհետեւ անմիջապես ձեր ելույթից հետո ժյուրին պիտի ասի այն մասնակցի անունը, ում տեսնում է նախագծում։ Եթե հավասար բաշխվեն ձայները, ապա կբացվի ծրարը եւ դուրս կգա այն մասնակիցը, ով պետք է լքի նախագիծը։ 3-ը էլ Գորի խմբից մեկին պետք է տակ ձեր ձայնը, ում տեսնում եք նախագծում։ Առաջինը ելույթ կունենա Վահեն, հաջորդիվ Գագիկը։ Ուշադրություն, Գոր, զբաղեցրու քո տեղը, շնորհակալություն քեզ այս լարված ու ծանր պահերը կիսելու համար քո մասնակիցների հետ։ Եկեք չեմ ծափահարենք Վահեին էլ, Գագիկին էլ, այդպես է ստացվել։ Նրանք շատ
դժվար փորձություն հիմա կանցնեն։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ։ Վահեն կերքի անմիջապես հետո Գագիկը։ Ժյուրի անդամները պետք է քվեարկեն։ Եթե հավասար բաշխվի ձայները, կբացվի այդ անպանելի ծրարը։ Դուք պատրաստ եք հեռուստադիտող։ Դահլիճ դուք։ Եկեք ժյուրիին էլ ողջունենք ու սփոփենք մեր ծափահարությունները, որովհետև շատ դժվար է մի ժյուրիի խմբից միանգամից երկու մասնակից։ Ձեզ հաջողություն։ Մենք սկսում ենք X Factor 3-րդ գալահամերգը։ Վահե Հովակիմյան, Դու նորից եկել ես ինչ անել Դու նորից գերել ես իմ հոգին Դու նորից եկել ես ինչ անել Դու նորից գերել ես իմ հոգին Դու խենթես խենթեղ չիլուս Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Դու խենթես խենթեղ չիլուս Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Քեզ երկար շատ երկար եմ սպասել ու թաքուն արտասվել քեզ համար Քեզ երկար շատ երկար եմ սպասել Դու խենթես խենթեղ չիք միլուս է Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Դու խենթես խենթեղ չիք միլուս է Ես էլ քեզ Խենթի պես եմ սիրել Մի գնա իմ սիրում Քո առաջ թող ծաղկի միշտ գարու Դե գնա իմ սիրում Ծաղկի միշտ գարու Դու խենթես խենթեղ չիք միլուս է Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել Դու խենթես խենթեղ չիք միլուս է Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել
երկար շատ երկար եմ սպասել ու թափուն արտասվել քեզ համար քեզ երկար շատ երկար եմ սպասել ու թափուն արտասվել քեզ համար դու խենթես Աղջիկ մի լույսը ես էլ քեզ խենթի պես եմ սիրել դու խենթես խենթ աղջիկ մի լույսը ես էլ քեզ աչքերս դերթացել Դավիթ Մուշեղյան, շնորհակալություն։ Իսկ այժմ մենք կլսենք մեր հաջորդ մասնակցին, Գագիկին Հարությունյան, դիմավորենք նույն ջերմությամբ։ Գագիկ Հարությունյան։ Գագիկ Հարությունյան Shining on my heart so you can feel it true that this love have inside is everything can change but for now I find as only in my dreams I can change the world. I will be the sunlight and the universe. You will think my love is really something good, baby. If I could change the world. And if I could be king, never for the day, I'd take you as my queen. I have a night away, and I'm in love with you. Can't wait, babe, till I be a fool, wishing for the day I can change the world.
Շնորհակալություն, Գագիկին օգնեցին եւ մթնոլորտ ստեղծեցին Ծիածան վոկալ ստուդիայի հրաշքները։ Գեղարվեստական ղեկավար մարդ ում անունը գիտի Շանթի երաժշտական պրոյեկտների մասնակից յուրաքանչյուրը։ Դա մեր ձայնահարդարն է, Ռուզաննա Ջամբազյան, շնորհակալություն։ Ինչ, վտանգավոր գոտում հայտնված մեր Գագիկ Հարությունյանն էր, ելույթ ունեցավ։ Ճիշտ ժամանակն է այստեղ կանչելու Վահեին։ Վահե։ Մեր 24-ից բարձր խմբի մասնակից Վահե և Գագիկ։ Մենք պետք է լսենք ժուրիի մասնակիցներից յուրաքանչյուրին, որովհետև նրանք իրենց ձայնը հիմա պետք է բաշխեն ձեզնից մեկին։ Եթե ձայները հիշեցնեմ հավասար բաշխվի, ապա իմ ձեռքում է ծրար, որտեղ գրված է անունը դուրս եկողի և նախագիծը լքողին։ Դե ինչ, սկսեցինք բարդ ևս մեկ ճանապարհ անցնել։ Ըստ քեզ, ով է արժանի մնալու նախագծում, Գարիկ։ Բայց հենց տենց հարցնում են, հա։ Ես չեմ կարող այդպես պատասխանել, որովհետև իհարկե երկուսն էլ արժանի են մնալ պրոյեկտում, ու ես հիմա չեմ էլ ուզում պատասխանած այնպես ձևակերպեմ, որ հանգարց ժյուրի հետագա որոշմանը ուղղորդեմ կամ շեղեմ իրենց որոշումից։ Ես կարծում եմ, որ տղաները երկուսն էլ շատ արժանի ելույթ ունեցան այսօր, ու եթե իրանք վտանգավոր գոտում չլինեն, մտքովս չերել անցնի, որ իրանք պետք է լինեն վտանգավոր գոտում։ Ամեն դեպքում քո ձայնը պետք է մեկին տաս։ Ում ես դու տեսնում նախագծում մեր, Վահեին թե Գագիկին։ Կարծում եմ որոշումս երկար բացատրությունների կարիք ունի, բայց դրա ժամանակը գիտեմ, որ չկա է։ Լինեմ կարճ, կասեմ Գագիկին։ Գագիկ։ Մեկ ձայն, Գագիկ։ Խմբերի ղեկավարի կողմից։ Մեկը փորձում է փոխել աշխարհը, մյուսը խենթ աղջկա մասին երգեց, Էմմի, որպես խենթ աղջիկ։ Աշխարհը փոխող նաև։ Ինչ կասես դու։ Ես երևի ուղղակի անուն կասեմ, որովհետև իսկապես այստեղ բոլոր մասնակիցները արդեն պատրաստի մասնակիցներ են, այլ կերպ չէր կարող լինել պրոյեկտի գալահամերգի հետ կապված։ Այդ իսկ պատճառով միանգամից կասեմ Գագիկ։ Գագիկ։ Երկու ձայն։ Գագիկին։ Անդրե, հաջորդիվ դու պետք է կայացնես այս ոչ հեշտ որոշումը, քո ձայնի հետ կապված։ Ում է այն բաժին ընկնում։ Մի բան կարող եմ ասել, իսկապես շատ բարդ ընտրության առջև ենք կանգնած եւ թե մենք, թե հատկապես Եգորը Գլումով, որովհետեւ երկու հրաշալի կատարողներն էլ հենց նրա խմբից են եւ որևէ մեկը մյուսին չեն զիջում, տարբեր են։ Եվ քո որոշումն է, ում ես դու տեսնում նախագծում։ Ես իմ ձայնը տալիս եմ Գագիկին։ Գագիկին։ Երեք ձայն, Գագիկ, մենք քեզ արդեն կարող ենք շնորհավորել։ Ու երևի թե գոռը ինչ-որ բան կասի, չնայած նրա ձայնը արդեն ոչինչ չի փոխի ու գուցե լավ է,
որ այդ պատասխանատվությունը մնաց ժյուրիի 3 անդամների ուսերին։ Շնորհակալություն իմ գոլեգաներին, թե ինչ է կատարվում իմ հոգում, ես այս թղթի վրա գրել եմ, բայց չի կարելի բարձրաձայնել, որովհետև անգամ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ այսպիսի իրավիճակ կլինի։ Ինձ մոտ այսպիսի իրավիճակ էլ չի կարող լինել, ես պարզապես ուժ ու եռանդ եմ ցանկանում իմ գոլեգաներին, որոնք որ միգուցե նաև այսպիսի ապրումներ ունենան։ Շնորհակալություն Վահեին էլ, Գագիկին էլ այն բանի համար, որ լինելով այս վիճակով դուրս եկան եւ իրենց համարները կատարեցին այնպես, ինչպես մենք պատրաստել էինք։ Ուզում եմ Վահեին հիշեցնել, որ ամեն ինչ նոր սկսվում է, ընկճվել պետք չէ եւ կյանքը մեծ պայքարի վայր է եւ որ կպայքարի, նա էլ կհաղթի։ Երբևիցե պետք չի ձեռքերը վայր իջեցնել, անգամ եթե քո թևերը փորձում են կոտրել։ Շնորհակալություն։ Եկեք տանք այդ անունը, այդ ձայնը, Վահե, հնչեցնենք բարձր ձայնով ու շատ ջերմ ծափահարություններով շնորհակալություն հայտնենք մեր Վահեին։ Լավ գրագետ մասնակցության համար մեր նախագծում։ Վահե ջան, մենք ուզում ենք լսել բոլորս շատ քեզ։ Գիտենք, որ հուզված ես, գիտենք, որ Այդքան հուզված չեմ, շնորհակալ եմ այս ծափերի համար, բոլորին շատ սիրում եմ։ Ուզում եմ մի մարդու անուն տալ, որ ընդհանրապես մի քիչ, եթե ես երկել գիտեմ, շնորհակալ եմ իրան, Աշոտ Արոստամյանին եմ ուզում շնորհակալությունս հայտնել։ Ես չեմ ընկճվում, այսքան տարիների ընթացքում շատ եմ այս փորձությունները ունեցել, ու որը միջև հիմա երգում եմ, հաստատ սրանից հետո էլի երգելու եմ։ Մերսի բոլորիդ շատ։ Շնորհակալություն, Վահե։ Ճանապարհենք ծափահարություններով։ Դե ինչ։ Շնորհակալություն, Վահե։ Գագիկ Հարությունյան, նա փաստորեն դարձավ 0-1-ը մեր այսօրվա գալահամերգի, քվեարկությամբ դուք կարող եք այլևս նրան այս էմոցիաները չպարգևել ճակերտավոր եւ քվեարկել 0-1 համարին ու Գագիկը կլինի մեր գալահամերգներին։ Շնորհակալություն Գագիկ ու շնորհավոր գոռի միակ ու անկրկնելի մասնակիցը պետք է լինի հաջորդիվ մեր համերգներին։ Սա X մոլորակն է ու այստեղ ժամանակն անզոր է։ Հեռուստադիտող մենք ձեզ ներկայացնելու ենք այսօր 80-ականների, 90-ականների լավագույն հիթերը, մեր մասնակիցները երգելու են, հիշեցնեմ, որ նրանք թվով 9 են եւ 0-1 համարի ներքո արդեն ելույթ ունեցավ մեր Գագիկ Հարությունյանը։ Բջջային բոլոր օպերատորների բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 1055 կարճամարին, նշելով հերթական համարն իրենց նախընտրած մասնակցի, ինչպես նաեւ 0901030 զանգահարեք եւ հետևեք հրահանգներին։ Քվեարկել հնարավոր է նաև Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք էջում։ Քվեարկության արդյունքները մենք ամփոփում ենք անմիջապես գալահամերգից առաջ։ Քվեարկեք, խնդրում եմ, սրտով եւ օբյեկտիվ, ամենակարևորը, որպեսզի մենք ստեղծենք այն մթնոլորտը եւ այն իրավիճակը, որը դուք եք ձեր քվեարկությամբ ապահովում։ Շնորհակալություն հեռուստադիտող։ Իդեպ այս եթերաշրջանում շատ ակտիվ է քվեարկությունը։ Ձեզ շնորհակալություն։ 80-ականներն ու 90-ականները հայոց պատմության մեջ իհարկե իր ուրույն տեղն ունեն, որովհետև մենք ազգովի դարձանք մեկ բռունցք ու ազատագրեցինք այն, ինչ մերն էր, եւ դրա անունն է Արցախ։ Էմի ներկայացրու քո մասնակցին։ 90-ականներին ամենալավ երգերը, որոնք ստեղծվել էին հայրենիքի համար, հայրենիքի մասին, երգել է իմ շատ սիրելի Շուշան Պետրոսյանը եւ այսօր այս ելույթը ես սիրով նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայրենիքը, իսկ մենք սիրում ենք մեր հայրենիքը։ Եվ ուզում եմ ասել Շուշան Պետրոսյանին, որ այսքան հոգի է դրել հենց այս երգի մեջ, այս պահին հայրենիք Մերի Ավետիսյան։ Հայրենները Էդգար Գանջունյան, խոսք Շուշան Պետրոսյանին։ Համեցեք։ Մերի Ավետիսյան։
Կեցես, Մերի։ Ինչ տպավորություն է թողել քո երգը Անդրեի վրա։ Կան երգեր, որոնք որ գալիս են եւ մնում են։ Եվ չեն ծերանում, նույն զգացմունքներն են արտնացնում մեր մեջ, հանդիսատեսի մեջ, այն սերունդը, որը որ ապրել է այդ դժվար տարիները, ներկա է եղել եւ շնչել է այդ ծուխը, մյուսը, փառք Աստծո, որ այսօր գոնե խաղաղ պայմաններում ծնված սերունդը, որից որ մեկը վստահ եմ, որ դու ես, եկած կանգնած եւ երգում է այս երգը, բայց մեկ է, այն պորտկումը իր մեջ կա այդ ազատության։ Ես շնորհավորում եմ քեզ, շնորհավորում եմ Էմիին եւ ուզում եմ իսկապես շնորհավորել Էդգարին Գյանջումյան, որ իր գրված երգը այսքան երկար տարիներ արտնացնում է նույն զգացմունքները։ Շնորհակալություն։ Գարիկ, Անդրեյ ասացին շատ բան չեմ ավելացնի, որովհետև իրոք ամեն ինչ կար իր խոսքի մեջ։ Մերի ջան, հրաշալի երգեցիր, ես կարող եմ ասել ուղղակի, որ նույն այսպես նկարագրեմ, հա, քաշով երգ եւ քաշով կատարում։ շնորհակալություն։ Գոր, Նախ ուզում եմ ասեմ, որ Մերին այսօր շատ գեղեցիկ է, շատ համահունչ է երգին ամեն ինչը, բեմական տեսքը, իսկ երգեր կան, որոնք որ դառնում են դարի եւ սերունդի, այսպես ասած, սաունդտրեք, այս երգերից մեկն էր եւ ես հույսով եմ, որ Մերի սերունդակիցները արդեն որ սկսեն գեղարվեստական ֆիլմել, հանել այդ ժամանակաշրջանի մասին այս երգը անպայման կհնչի, ինչ վերաբերվում էր այսօրվա կատարմամբ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ կատարում, երևի թե Էմին հետո կասի բեկերի ժամանակ ինչա պետք անել ավելի խորացած, բայց ընդհանուր շատ լավ էր ապրես։ շնորհակալություն, Գոր։ Ժյուրի 3 անդամները շատ գոհ են քեզնից, հասկանանք ինչ է կատարվում քո խմբի ղեկավարի, պրոդյուսերի։ Շնորհակալ եմ շատ լավ խոսքերի համար։ Իսկապես ինձ համար էլ է այս երգը կյանքում շատ մեծ ուժ։ Ամեն րոպե, ամեն վայրկյան, երբ ես հիշում եմ հայրենիքը եւ սիրում եմ հայրենիքը, հենց այս երգն է առաջինը իմ մտքին գալիս։ Չգիտեմ ինչու, բայց ամեն դեպքում իսկապես կարողացար հաղթահարել փորձությունը, եթե կարելի է դա այդպես անվանել։ Եվ ճիշտ է այն ամենը ինչ պահանջվում է այն մարդկանցից, ովքեր ընդհանրապես չգիտեն ինչ է պատերազմ եւ այլն եւ այլն։ Այո, շատ ավելի դժվար է ներկայանալ այսպիսի երգով, բայց դու հաղթահարեցիր։ Շնորհակալություն, շատ գեղեցիկ կատարում ես։ Շնորհակալություն։ Մերի ջան, ո՞նց է զգում քեզ այս երգը կատարելիս եւ արդյոք գոհ ես քո կատարումից ինքդ։ Ինչ խոսքեր կասեիր դու քեզ, եթե նստած լինեիր այնտեղ։ Ես իմ օրինից խոսեմ, սկզբում երգիս ընթացքում ճիշտ ասած ինքս փշաքաղվել էի, հուսամ ստացվեց նաև հանդիսատեսին փշաքաղացնել։ Ստացվեց ըստ ծափահարությունների։ Հայրենասիրությունը չի լինում խոսքերով արտահայտել իմ կարծիքով, ես փորձեցի երգով արտահայտել։ Հուսով եմ ստացվեց։ Մերի օգտին կարող եք քվեարկել 02 համարին, ուղարկելով ձեր SMS-ները 02 եւ Մերին կշարունակի պայքարը, որը կար այս երգում եւ որը կարողացավ ինձ թվում է տեղ հասցնել ձեզ։ Ծափահարություններ։ Մերի 02 Ջոն Ռոբերտ Կոկերը համաշխարհային ճանաչում ստացավ իր հզոր, խռպոտ եւ էներգետիկ ձայնի շնորհիվ, նա իր երաժշտական կարիերան սկսել է 15 տարեկանում, տարբեր խմբերում է աշխատել, գազի ընկերությունում է աշխատել որպես փականագործ, հետո հագնում էր կոստյումը եւ փողկապը կապում ու հանդես գալիս որպես Վենսա Արնոլդ։ Խոսքը համաշխարհային Ջոն Կոկերի մասին է, այս երգչի։ Ինչ կապ ունի այս ամենը Անդրեի հետ, մենք հենց հիմա կհասկանանք։ Անդրե Լինում են պահեր, երբ որ կյանքում թանկ մարդկանց նեղացնում ենք։
եւ ճիշտ ժամանակին չենք հասցնում ուղղակի խնդրել ներողություն։ Ես կարծում եմ, որ եթե այդ մարդիկ թանկ են մեզ համար, իսկապես պետք է շատ շուտ ներողություն խնդրել, որպեսզի նրանց չկոտրել, չկորցնել եւ նրանք մնան մեր կողքին եւ լուսավորեն մեզ։ Եվ այս երգը կատարում է Հայկ Հունանյանը շատ գեղեցիկ սիրո մի պատմությունով։ Հայկ Հունանյան, դիմավորեք։ Հայկ Հունանյան What I gotta do to make you love me? What I gotta do to make you care? What do I do when lightning strikes me? And to wake the world that you're not there. What do I do when lightning strikes me? What do I got to do to be hot? What do I say when it's all over? Sun seems to be the hottest one. It's sad, so sad. It's a sad situation, and it's getting more and more true. It's sad, so sad. Why can't we talk it over? Oh, it seems to be. Seems to be the hardest of world. It's sad, so sad. It's a sad situation, and it's getting more and more true. It's sad, so sad. Why can't we talk it over? Oh, it seems to me that some seems to be the hardest of world. What do I gotta do to make you love me? What do I gotta do to make you care? What do I do when lightning strikes me? What do I got to do? What do I got to do? Sun seems to be the hottest of world. Sun seems to be the hottest of world. Անի Նիկոյան, Պարուհի, ու իհարկե շնորհակալություն Հայկին բեմադրությանը բուրըն մասնակցելու համար։
Այ, Էմմի, ազդեցիկ էր արդյոք այս բեմադրական համարը քեզ։ Անչափ ազդեցիկ էր եւ տա Աստված, որ բոլորի կյանքում միշտ ամեն ինչ այնքան գեղեցիկ լինի, նույնիսկ վեճերը հաղթահարելի լինեն, որովհետեւ դա ամենաթանկ բանն է, ինչ մեզ կյանքը նվիրել է։ Գարիկ, փոխանցենք քեզ խոսքը։ Բեմի վրա ինչ կատարում էր այնքան անձնական էր իրականում, որ մի պահ մտածում էի, բայց ճիշտ է որ նայում եմ, բայց կարող է ես իմ գործով իրանք գիտեն ինչ խոսան կանցնիկը գնա, այդքան ստացած էր ամեն ինչը բեմի վրա, այդ լրիվ վիճակը, իսկ Հայկ այսին դեպքներ, որ լրիվ արդարացված էր դերասանական վիճակը, որ կար, որովհետև շատ համահունչ էր, ինք իրանով ոնց որ մյուզիկլից առանձին կտոր լիներ ու ընդհանրապես չխանգարեց, որ չգիտենք ինչ ա եղել մյուզիկլի սկզբում ու ինչ ա լինելու վերջում, այդքան այս կտորի մեջ ամեն ինչ ասում էր։ Մի խոսքով ինձ թվում է շատ հրաշալի գործ էր արած բոլորի կողմից, Անդրեմ ապրես։ Դու էլ ապրես։ Բոլորդ ապրեք, շատ լավն է։ Շնորհակալություն։ Գոր, Ինձ թվում է, որ Հայկը իր ծրագրի մինիմումը կատարեց, այս ելույթից հետո Հայկին կարող են հրավիրել հայկական սերիալներ եւ արդեն ոչ մի այո ես մի բան չհասկացա, այդ Հայկը ոնց որ փոքրիկ իտալական կղզի, փոքրիկ օպերային թատրոնի երգիչ լիներ, այդ աղջիկն է ոնց որ ռուսական художественной գիմնաստիկայի թեմից լիներ, ոնց որ ուրիշ մեկի Սարոշկին հակել էր, վազելով եկել էր, այդ պահը չհասկացա, բայց մնացած բոլոր ես ուղղակի Անդրեի ֆանտազիաների մասին եմ վախեցած շատ մտածում, սա հաստատ Հայկը չի օրինի սա ինչ։ Հայ ջան, կատարումը լավն էր, ամեն ինչ զգացիր, պարեցիր, ժպտացիր, տառապեցիր, վերջը։ Համոզեց Էլտոն Ջոնը ու Ջո Կոկերը ծխում են ջղայնացած այնտեղ ներվային վիճակում, որտեղ արդեն կա Հայկը Հունանյան։ Շնորհակալություն։ Անդրեմ, Մենք միշտ մեր թվացյալ դեֆեկտները վերածում ենք էֆեկտների, դա այնինչ որ վերաբերվում էր Հայկի դերասանական Պերեբորին անցածին, որը որ ես այդքան էլ չէի նկատել։ Եվ այսօր ես էլ եմ շատ բան նկատում ձեր մասնակիցներին, այսօրվանից սկսել եմ ասել, որպես պրոֆեսիոնալ վոկալիստ։ Հայկը առաջնահերթ, եթե այստեղ է եւ իմ թիմում է, նա արտիստ է։ Իսկ ինչն է նշանակում աղջիկը դա ընդամենը հիշողություն էր։ Աղջիկը գոյություն չուներ, իրականում չկար, դա Հայկի հիշողությունն էր եւ նա հիշում էր նրան այնպես, ինչպես որ նրանք վերջին անգամ իրար վեճի պատճառով կորցրել են։ Ես կարծում եմ, որ իսկապես համարը շատ ստացված համար է։ իսկ Հայկը համարի մեջ։ Հայկը համարի մեջ փայլեց եւ ամենայն դեպս այն ինչ որ մենք փորձերին շտկել ենք, ես այսօր լսեցի շտկված, տեսա Հայկը շատ էր ամաչում փորձերին, բայց այսօր այսքան հանդիսատեսի առջև նա կատարեց իր գործը փայլուն։ Շնորհակալություն Անդրեն։ Հայկի կարծիքը լսենք հիմա այս ամենի մասին։ Հեշտ համաձայնեցիր արդյոք լինելու այս կերպարի մեջ։ Հեշտ համաձայնվեցի, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ժյուրի բոլոր անդամներին եւ իհարկե հանդիսատեսին, որոնք իմ կողքին են, շնորհակալություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շանթի ողջ անձնակազմին, որ հնարավորություն են տալի, որ մասնակիցները կարողանան իրենց ներկայացնել բեմի վրա։ Շնորհակալություն Հայկ։ Ձեր հեռուստադիտող հնարավորություն ընձեռեք Հայկին մասնակցել այս բեմում ու ցուցադրել իր ողջ արտիստական տաղանդը։ 03 համարին ուղարկելով ձեր SMS-ները։ Հայկ 03 Նպատակասլաց մարդը միջոցները գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել պարզապես ստեղծում է այդ միջոցները, Էմմի ում ենք լսելու։
Այս պահին ուզում եմ ներկայացնել մի շատ գեղեցիկ երգ, որի հեղինակն է Ջոն Լենոնը։ Ճիշտ է, երգը շատ ավելի հին է, բայց մենք վերցրել ենք նրա cover տարբերակը։ Այնպես որ այս երգը թող լինի message բոլոր մարդկանց, ովքեր շատ են տխրում։ Ուրախ եղեք, որովհետև հնարավոր է, որ մենք հնարավորություն չունենայինք լույս տեսնելու կամ ժպտալու, ուրախանալու։ Ուղղակի ուրախացեք եւ ժպտացեք։ Ժաննա Դավթյան։ Ժաննա Դավթյան, դիմավորեք։ Ժաննա Դավթյան Imagine there's no heaven. It's easy if you try. Nothing to kill or die for, and no religions too. Imagine all the people living life in peace. You may say I'm a dreamer, but I'm not the only one. Oh, I hope someday you will join us, and the war will be as one. Imagine all possessions. I wonder if you can. No need for greed or hunger. A brighter heart of man. Imagine all the people sharing all the world. You may say I'm a dreamer, but I'm not the only one. Oh, I hope someday you will join us, and the world will be as one. Կեցեք, շատ ճաշակով նպատակաուղված ակցիա, Ժաննա, լսենք կարծիքներ Գորգլումով։ Կան երգեր, որոնք որ ոչ թե երևի թե դարի կամ այսպես ասած մի քանի սերունդի երգեր են, այլ ընդհանրապես երգեր են, որոնք որ համաշխարհային ուրեմն հարստություն են իրենց մեջ կրում, երբ որ Ժաննան փորձեց մեզ ուղղել այն ուղերձը, որը որ կար երգի մեջ, այն մեսեջը, ես հիշեցի հռչակավոր ֆուտբոլիստի Զինեդին Զիդանին, որը որ բոլորին վերջերս պատմեց մի պատմություն, նա պարզապես ասաց, երբ ես փոքր էի, ես երազում էի խաղակոշիկների մասին, որոնք չունեի, որ ֆուտբոլ խաղայի փողոցում, եւ դա տևեց այնքան, ինչ ես հանդիպեցի մի մարդուն, որը որ չուներ ոտքեր, բայց ցանկություն ուներ մեծ ֆուտբոլ խաղալու։ Եկեք բավարարվենք քչով միշտ, որովհետև վաղը չեմ այսօր կարող է այդ քիչն էլ չունենանք։ Ժաննա, սա ոչ թե երգ էր ինձ թվում, այլ սա իրականում ուղերձ էր եւ ես հույսով եմ, որ այս ուղերձը կհասնի այն մարդկանց, ում դու այդ ուղերձը փորձեցիր ուղարկել։ Շնորհակալություն։ Անդրե։ Շատ հետաքրքիր գաղափար էր։ Այն ամեն ինչ որ արվեց, իհարկե մեկ-մեկ չէին կարողանում քո ֆանագրամայի տակ հետևի հերոսները երկեն։
այդտեղ հասկացա, որ նրանք իսկապես ֆանագրամայի տակ են երգում, իսկ մեր Ժաննան կենթանի է ելույթ ունենում բեմի վրա, շատ գեղեցիկ ես երգել, շատ գեղեցիկ ես, այսօր խնդրում եմ իմ լավ խոսքերից չհուզվես եւ չլացես, ինչպես որ ամեն անգամ, շնորհավորում եմ, ինչ ասեմ, ավելացնելու բան չունեմ, ապրես, որ արդեն երկրորդ համերգն է, նկատում եմ, որ դու փոխվել ես։ Նորից այն հին 15 տարեկան վստահ Ժաննան է կանգնած բեմում։ Շնորհակալություն Անդրեմ։ Գարիկ։ Ինչ վերաբերում է երգի մեսեջին, կարծում այս բոլորի ավելի շատերի կողմից սիրված երգի մեսեջի իմ ինտերպրետացիան չի համընկնի աշխարհի բոլոր այս երգը սիրող մարդկանց 95%-ի ինտերպրետացիայի հետ, բայց ամեն դեպքում ես կուզեմ հենց Ժաննայի ելույթը քննարկել, ասեմ, որ հրաշալի կատարեցիր եւ շատ բարձր մակարդակի վոկալ ցույց տվեցիր այսօր, ապրես։ Շնորհակալություն Գարիկ։ Էմմի։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև իմ ընկերները արդեն ամեն ինչ ասացին, իսկ դա ինձ համար կարևոր է։ Նրանց խոսքերը ինձ համար շատ կարևոր են եւ թանկ են։ Շնորհակալություն եւ շնորհակալություն Ժաննա քեզ, որ դու ամեն ինչ անում ես այնպես, ինչպես ես եմ ասում։ Շնորհակալություն։ Ժաննա ջան, դու էլ հիմա ունես հնարավորություն ասելու քո մեսեջը, քո ղերձն ու հաղորդագրությունը թողնելու։ Կարծում երգի միջոցով ինչ որ տեղ հասավ, դա կլինի, ուղղակի անկեղծ մտել էի երգի մեջ, անգամ որ վերջացել էր երգը, մտածում էի Երանի տեղ հասնի, չգիտեմ, կարծում եմ տեղ է հասել են, ինչ որ ուզում էի ասել։ Շնորհակալություն Ժաննա։ Չպետք է թողնել, որ վախը թելադրի այսօրը եւ այսօր դուք ելերսայդողներ կարող եք թելադրել Ժաննայի վաղվա օրը եւ լինելիությունը այս նախագծում։ 04 Ժաննա, քվեարկեք նրա օգտին։ Ութսունական, 90-ականների հիթերը շարունակում են մեզ տեղափոխել ոչ վաղ անցյալ, որտեղ կան հույզեր, հուշեր եւ կարոտ։ Գարիկ։ Երգը, որ հիմա կհնչի, ինձ առաջարկեց Գորը Գլումով, նա ասաց, կարող եք այս երգն էլ փոխել, բայց իմ մտքում դա հնչեց այսպես, կարող եք այս երգն էլ փոխել։ Ես մտածեցի, եթե սա հնչում է որպես մարտահրավեր, ուրեմն փորձենք փոխել այդ երգը նույնպես։ Դիմավորեք Միկադո։ Երաժշտական մարտի են բռնկվում Միկադո խումբը։ Միկադո։
Mikado։ Ժուրի անդամներից հենց նա պետք է սկսի խոսքը, որովհետև հենց նա է իր կյանքի լավագույն ժամանակահատվածը ապրել հենց այս գույների ներքո։ Կարմիր գոր, ասա կարծիքդ։ Ես կարող եմ ասել, որ ստացվեց, շնորհակալություն։ Գաղափարի հեղինակ, իդեպ, երգը։ Էսթետիկական հաճույք պատճառելու համար, ուղղակի ուզում եմ զգուշացնեմ, որ եթե հանկարծ տուն գնալիս իրար հետ գտնեք ուրեմն ժամանակի մեքենան, նստեք եւ գնաք հետ, այս երգը այնտեղ այսպես չերգեք, թե չէ ձեզ Լենին Պապիկ գերեզմանին երբևիցե չեն թողի։ Դուք գաք եւ Ակելված հնչյուններ։ Այո։ Ես հիշում եմ մեր վաղեմի երիտասարդություն, այսպես ասած։ Այն ժամանակ չկար այսքան հնարավորություններ եւ չկար այսպիսի պրոդյուսերներ Գարիկ Պապոյանի նման, որոնք որ կարող են այսքան թևեր տալ այս երիտասարդներին տաղանդաշատ։ Ես դες ուզում եմ շնորհավորեմ, քանի որ եւս մեկ երգ ռեանիմացիայից հենց նոր հանեցին եւ թարմ ներկայացնում։ Ես ուզում եմ, որ այս երգերը բոլորը վերջով ձայնագրվի, չէ, բոլոր երգերը, որոնք որ դուք այսպես ասած էքսպերիմենտ ասում մենակ սա չէ, երբ Մարտին Յորգանսի հետ ինչ որ կապեր ունի, չգիտեմ։ Սա էլ եւ ես մեծ հաճույքով իմ առավոտյան եթերի ժամանակ կհնչեցնեմ։ Շնորհակալություն գոր։ Հոկտեմբերի Անդրեյ, ինչ կասես դու։ Իսկ ով է ասել հոկտեմբերիկ, ես վսկապել եմ կապել։ Պիոներ ես եղել դու։ Անդրեմ պիոներ է եղել բարեկամներ։ Եվ շատ ակտիվ։ Այն ժամանակ Ծիմուրովցի խումբ կար եւ ես դրա ղեկավարն էի։ Ես չէի կասկածում, որ դու շարքային մասնակից չէիր այդ թիմի։ Բավականին հետաքրքիր էր, իսկապես ինտերպրետացիան եւ հատկապես գործիքային մասերը, որ Գարիկը իհարկե պետք է տաներ դեպի ռոք եւ այդ հետաքրքրությունը երգի հանդեպ առաջացներ։ Ստացվեց մի խոսքով, Ճիկուտիկոտ։ Մի խոսքով, չգիտեմ, հետաքրքիր էր ամեն դեպքում։ Պետք չէ ամեն ինչը շատ երևի թե լուրջ ման գալ եւ լուրջ տեսնել, պետք է թեթև նայել եւ թեթև տեսնել։ Բայց այն ծանրը այսպես նոր հենց ասեցի լավ գնա վատ բաներ շատ մի ասա։ Լավ, չեմ ասի։ Շնորհակալություն Անդրեյ։ Կոմսոմոլուհի, ինչ կասես։ Ես այս գույների հետ այդքան էլ մտերիմ հարաբերությունների մեջ չեմ, որովհետև կարելի է շատ կարճ մի բան ասեմ, որը թեմայի հետ ընդհանրապես կապ չունի։ Լեդերի վրա երբ աստղեր են լինում, փորձը ցույց է տվել, որ ոչ մի լավ բանի դա չի տանում։ Ուսամ ձեր SMS-ները շատ կլինեն։ Չէ, պետք չի, դուք մի հասկացեք։ Հասկացեք այդ հաղորդակցությունը։ Այն ամենը, ինչ մենք սպասում ենք խմբից, ստացանք։ Լավ երաժիշտներ, լավ սաունդ, որակյալ երաժշտություն, բայց անկեղծ ասեմ, այս երգը այդքան էլ չեմ սիրում։ Եվ երբեք չեմ սիրել, հուսամ, որ սա ոչ մի վատ բան չի նշանակի։ Չէ, այս մեկնաբանությամբ եւս չընկալեցիր, փաստորեն։ Ոչ թե չընկալեցի, ես լսում էի երաժիշտներին, երաժշտությունը, վոկալիստին, փորձում էի պատկերացնել, որ այս ամենի տակ լրիվ ուրիշ երաժշտություն է։ Շնորհակալություն Էմմի։ Եվ ճամբարի ղեկավարը ինչ ասում էր։ Ջոկատավար իր ջոկատի անդամներին կասի շնորհակալություն, որ պարտաճանաչ ամեն ինչ կատարեցիք, շատ լավ ելույթ ունեցաք։ Ես ասել եմ, որ առաջին հերթին, որպեսզի ուրիշը հաճույք ստանա, պետք է մենք հաճույք ստանանք։ Մենք կարծում հաճույք ստացանք, բայց դե հիմա միշտ չի, որ բոլորը համակարծիք են լինում, այդպես էլ հիմնականում լինում է շաբլոն բաների մասին, այնպես որ շատ լավ էր։ Ըստիս դուխով առաջ ու տենց։ Դուխով առաջ ու տենց, այսպեսի դարը փոխվել է եւ լոզունգներն էլ ու կարգախոսներն էլ են փոխվում։ Ինչ ես զգում, սիրելիս, այս ամենի մեջ դու։ Երբ տանը նախապատրաստվում էինք այս ամենին, մայրս շատ վառ ամեն ինչ պատմել էր, այնպես որ ես մասամբ տեղափոխվեցի այդ ժամանակահատվածը, կարծում եմ տղաներն էլ
Հուսամ այդ ճշտապահությունը, որը նկատվում էր մեր հագուստից, մենք կարողացանք երաժշտության միջոցով ազատել ու դուրս գալ ինչ-որ կապանքներից։ Ախ, Երանի այդ ժամանակ էլ այդպես լիներ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Միկադո, լինի դա ճկույթով, լինի այլ մատներով, բայց հոգով լինի ամենակարևորը։ Քվեարկեք այս խմբի օգտին եւ մենք կտեսնենք դեռ ինչեր կտեսնենք մեր նախագծում։ Միկադո 05 քվեարկում ենք նրանց օգտին։ Միկադո! Բջայիմ բոլոր օպերատորների բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 1055 համարին, կարճ համարին, նշելով իհարկե հերթական համարը իրենց շատ սիրելի արտիստի։ Նաև կարող եք զանգահարել 09000 1030 ու հետևել հրահանգներին, քվեարկել կարող եք նաև Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք էջում։ Քվեարկությունը սկսվում է մեր գալահամերգից անմիջապես հետո տևում է 2 ժամ, արդյունքները բնականաբար մենք հաջորդ գալահամերգի սկզբին կամփոփենք։ Քվեարկեք սրտով, հոգով ու մտքով։ Շնորհակալություն բոլոր քվեարկողներին։ Հերթը հասել է, որպեսզի Անդրեն հաջորդ իր մասնակցին ներկայացնի։ Ով է նա։ Նա Վահե Մարգարյանն է, որը ներկայացնելու է ամենագեղեցիկ երգերից մեկը ըստիս, որը որ գրեթե աշխարհի բոլոր տեղերս, Սփյուռքում, Արցախում, Հայաստանում, ամենուրեք որտեղ որ ապրում է հայը, իր սրտում ապրում է այս երգը։ Մենք քանի որ Կիլիկիա երգը Զարուհի Բաբայանը 90-ականներին իր կատարումով եւ իր տեսալովակով բավականին այսպես հիշացրեց այս երգի մասին, բայց այսօր Վահեն ներկայացնելու է The Beautified Project-ի մեկնաբանությամբ նրանց cover-ով եւ շնորհակալ եմ շատ Անդրեին եւ խմբի մնացած անդամներին, որոնք որ տրամադրել են մեզ իրենց գործիքավորումը։ Վահե Մարգարյան։ Դիմավորեք։ Վահե Մարգարյան։ Ah
Գեցես։ Ծանծանվեց մեր կիլիկյա դրոշը վայի կատարման ընթացքում և ինչ արև վարվեց կարոտի Էմմի քո սրտում։ Այնքան ուժ կար այս երգի մեջ եւ այս կատարման մեջ։ Չնայած որ The Beautified Project-ը իմ սիրած խմբերից մեկն է, նրանց ուզում եմ ողջունել եւ ասել շնորհակալություն, որ արել են այնպես, որպեսզի այս երգը նոր շունչ ստանա, բայց շատ ուժեղ էր եւ կատարումը եւ առանց ոչ մի բան ասել ուղղակի տրամադրվածությունը ես շատ սիրեցի, շատ լավ էր ամեն ինչ։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ։ Գարիկ Ինչ ասեմ, որ Վահեն չասեց, երևի որ չի բան, իսկ Վահեն ամեն ինչ ասեց, շատ հրաշալի քեզ մոտ ստացվեց, ապրես։ Շնորհակալություն։ Գոր Սա ուժի, հույսի եւ հաղթանակի երգ է եւ ես ամեն ինչ հետ համաձայն եմ, թե ինչ արեց Վահեն, բացի շապիկի վրա գրվածի հետ, քանի որ մենք ցավոք սրտի Կիլիկյան կորցրել ենք 13-րդ դարում, երբ որ միասնություն չկար։ Եվ եկել է ժամանակը, որ մենք բոլորս լինենք միասին եւ համոզված եմ, որ Արցախից սկսենք հավաքել մեր հողերը։ Դրա համար հավատալ է պետք, ուժեղ է պետք լինել եւ մի քիչ ավելի քիչ տառապել, այլև մտածել նրա մասին, որ արև ենք տեսնելու, թե մենք, թե մեր երեխաները, թե մեր թոռները։ Ապրես Վահե ջան։ Շնորհակալություն։ Անդրե Ես իսկապես շատ ուրախ եմ, որ նա այսօր կանգնեց Վահեն այն տեսակն է, որ իրեն պետք չի որևէ շոու, որևէ լեդեր, որևէ ինչ-որ բաներ։ Նա իսկապես կանգնում է եւ շատ ազնիվ կարողանում է իր սրտի խոսքը ասել, չնայած 16 տարեկան տարիքին։ Մենք ուղղակի իսկապես բողոքի խոսք ունենք, կապ չունի թե որ երրորդ դարում ենք մենք այսօր ապրում, 21-րդ դար, բայց մենք ունենք, որովհետև մեր վերքը չի սպիացել եւ մենք էլի շարունակում ենք իհարկե չլացելով առաջ գնալ եւ հույս ունենալ, տեսնել արևը եւ Աստծուն պահելով մեր սրտում, մեր մտքում, մեր հոգում, մի օր ծագելու իսկապես արևը հայի համար, ամենուրեք։ Որովհետև մենք ունենք նման երիտասարդություն, ինչպիսի Վահեն են եւ ինչպիսի մնացած մեր X Factor-ի մասնակիցներն են։ Շնորհակալություն։ Վահե, ինչ գիտես դու Կիլիկիայի մասին, ինչ ապրումներ ունես դու հիմա այստեղ կանգնած։ Ապրումներս բնութագրել չեմ կարող, բայց ուզում եմ մի բան ասել, ուզում եմ, որ ամբողջ հայությունը միշտ միավորված լինի, ապրի իր տարածքում, մեր Հայաստանում։ Կուզենամ, որ շատերս նույնիսկ Սփյուռքից լսեն երգը եւ որոշ մարդիկ նույնիսկ վերադառնան։ Շնորհակալություն։ Վահեի օգտին կարող եք քվեարկել 06 համարին ուղարկելով ձեր հաղորդագրությունը 06 քվեարկում ենք շատ ու այս շատ էմոցիայով երիտասարդը 16-ամյա շարունակում է իր երթը մեր X Factor-ում։ Վահե 06 Երևակայությունը նկարում է, բանականությունը համեմատում է, ճաշակը ընտրում է, իսկ տաղանդը ստիպում է իրագործել այդ ամեն ինչը։ Ինչ ենք լսելու հիմա։ Քանի որ մենք գտնվում ենք 80-ական թվականներում այսօրվա մեր գալահամերգի ողջ ընթացքում, ես ուզում եմ, որպեսզի այսօր անպայման հնչի աշխարհահռչակ Աբբայի երգացանկից շատ գեղեցիկ մի երգ Անահիտ Հակոբյանի կատարմամբ։ Համեցեք Անահիտ Հակոբյան։ Անահիտ Հակոբյան
don't wanna talk about things that aren't true, that was hurting me. Now it's history. I play all my cards, and that's what you tend to. Nothing more to say, no more asks to play. The winner takes it all, the loser standing small beside the victory. That's her destiny. I was in your arms, thinking I belong there. I figure it can seem, building me a things, building me a home, thinking I'd be strong there, but I was a fool, playing by the rule. The gods made through this earth, the mind is cold and ice, and throwing down here, loses our dear. The gods made through this earth, hold me from the night, and someone dear like here, someone near. Tell me does she kiss like I used to kiss you? Resting in yourself, doesn't feel your name. But right deep inside, you must know I miss you. But what can I say? Rules must be obeyed. The judges will be set. Remove me from the night, and so it rain down here, loses someone dear. The winner takes it all, the loser standing small beside the victory. That's her destiny. I don't wanna talk if it make you feel sad. I understand. You come to shake my hand. I apologize if it makes you feel sad. And I understand. You come to shake my hand, but you see, the winner takes it all. The winner takes it all. Ահա մեր Անահիտը կարողացավ ստանալ հրաշք դեմո դե ատմոսֆերա։ Անահիտ ջան, Գարիկը ինչ կասի քո մասին։ Մի քիչ խառն են տպավորություններս, որովհետև ինձ արանքում ինչ որ մեկ-մեկ թվում էր, որ քեզ այդքան էլ դուր չի գալիս այն ինչ որ կատարում է, որովհետև դու մի քիչ անհավես էիր անում այն ինչ որ անում էիր։ Գալիս էր պահ, որ մեկ էլ սենց հավաքվում էիր, պնդանում էիր, բայց պահեր էր գալիս, որ մի քիչ անհավես էր։ Քեզ մի քիչ ավելի շատ էներգիայով եմ միշտ տեսել, շատ եմ տեսել, շատ ավելի պինդ եմ տեսել։ Մի տեսակ անհավես բան կար։ Չգիտեմ ինչից էր, երևի դու գիտես ինչ-որ մի բան, բայց փոխանցվում է այդ ամեն դեպքում, այդ ուշադիր է։ Շնորհակալություն Գարիկ։
Անդրեն։ Բավականին հետաքրքիր էր տեսարանը, ավետ դեմոդեն միշտ էլ մոդե է, իրականում մեկ է պտտվում է եւ գալիս է, որովհետեւ այն ինչ արեց շվեդական այս խումբը դեռ շատ տարիներ փորձում են մարդիկ անել։ Ինչ որ վերաբերվում է մեր գեղեցկուհի Փայլուն Անահիտի ելույթին, ինչ որտեղ Գարիկի ասած այդ մի քանի տեղ համաձայն եմ, բայց այն այդքան էլ չէր ազդում, որովհետև այն ժամանակ այսպես մինիմալի մեջ էին եւ ես հենց տեսնում եի այդ շարժումները, այդ ամեն ինչը եւ պատկերացնում եմ, որ դուք հատուկ փաստորեն արել եք, որպեսզի պահպանեք 80-ականների, 90-ականների այդ զսպվածությունը բեմի վրա։ Հատկապես Աբբա խմբի, որովհետև նրանք ուղակի կանգնում էին, ուղղակի երգում էին, բայց պայթացնում էին ողջ աշխարհը։ Նորմալ էր ամեն ինչ, լավ էր եւ ես կարծում եմ, որ դու դեռ շատ նոր լավ բաներ ունես ասելու մեր նախագծում, որը դեռ չես ասել։ Շնորհակալություն Անդրե։ Պարոն Գլումով։ Անահիտի երգելու ժամանակ երկու բանի մասին մի անգամից մտածեցի, առաջին «Не всё то золото, что блестит», ոչ այն ամենն է ոսկի, ինչը փայլում է կամ փայլատակում է, իսկ երկրորդը հիշեցի մանկությունս եւ 80-ական թվականներին մենք ոչ մի անգամ գույնավոր հեռուստատեսությամբ չենք տեսել ամեն ինչը։ Հիմա ասես նայում ասում եմ, իրականում սենց էր ամեն ինչը, բամնացածը ուր են աբաներից։ Անահիտ ջան, հուզված էր երևի թե կարող եմ միգուցե կյանքում առաջի անգամ էր շորիկ հակե կամ այսքան փայլուն շորիկ հակե տոնածառի խաղալիքներ մեծ տեսես, հենց կամ չգիտեմ։ Վերջը ինչ որ բան իրոք խանգարում էր երևի թե քեզ, բայց ես կրկնվեմ երևի թե արդեն ոչինչ մեզանից կախված չի, անգամ քեզանից կախված չի, կախված է քվեարկողներից։ Այն բարդ խնդիրը, որը դրված էր քո առջև, դու փորձել ես կատարես այնքան ինչքան որ կարողացել ես, քանի որ ես քեզ հասկանում եմ, ունեմ փոքրիկ, քեզանից մի քիչ փոքրիկ երեխաներ եւ նրանց շատ դժվար է այդ էսթետիկան բացատրել ու ասել, որ սա օրինակ գոյություն ուներ եւ տեղ ուներ իր ուրույն այն կյանքում, որովհետեւ իրանք ամեն ինչին մի քիչ ուրիշ ձև են նայում։ Միգուցե չկարողացար 80-ականների ոգին sense եւ արտաշնչես։ Միգուցե, չգիտեմ, Էման կարող է բացահայտի կամ ասի ինչ որ բան։ Շնորհակալություն կարծիքների համար։ Էմի, ինչ եք կարծում դուք։ Երբ առաջին անգամ իմացանք, թե ինչ է լինելու հաջորդ գալահամերգի թեման 80-ական, 90-ական թվականներ, Անահիտը առաջինն էր, ով միանգամից ինձ SMS ուղարկեց, ես ուզում եմ հենց այս երգը երգել, ես համաձայնվեցի, որովհետև տեսա նրան այսքան փայլուն, գեղեցիկ բեմում եւ գիտեի, որ նա այն ինչ կապված է վոկալի հետ անպայման շատ փայլուն կկատարի, բայց այսօր մենք ունենք մի փոքրիկ խնդիր, որովհետև Անահիտը հիվանդ է եւ մեծ դժվարությամբ է եկել երգում այսքան մեծ վոկալային հնարավորություններ ցույց տվող երգ, այդ իսկ պատճառով ես ներում եմ բոլոր այն սխալները, որոնք դու արեցիր վոկալի հետ կապված, որովհետև դու փայլում էիր բեմում, իսկ դա ամենակարևորն է։ Շնորհակալություն Էմի։ Անահիտ ջան, դու ինչ կասես։ Չգիտեմ, ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել ժյուրի բոլոր անդամներին կարծիքների համար, իրոք շատ շնորհակալ եմ, համեմատեմ, որ կային թերություններ, ես դա ևս զգացի, եւ եթե հեռուստադիտող ինձ հնարավորություն տա, մյուս գալահամերգին կլինի էլ ավելի լավ, իսկ ինչ կապված է հիվանդության հետ, ըստ իս դա այդքան էլ արդարացում չէ, չգիտեմ, երևի թե լավ պետք է լինի ամեն ինչ։ Ամեն ինչ լավ կլինի, եթե այս փայլուն մեր երկչուհու համար հաղորդագրություն ուղարկեք 07 համարին։ Անահիտ 07, թող նա փայլի մեր գալահամերգներին հաջորդիվ։ Շնորհակալություն։ Իր ուղուսկիզն ընտրողը դրանով իսկ ընտրում է այն ճակատագիրը, դեպի որը տանում է այդ ուղին։ Որ ուղիով ենք շարժվում հիմա, հարգարժան Պապոյան։ Հիմա կլինի երգ, որի մեջ կա ափսոսանք, բայց ելույթ, որի համար հույսով եմ երբեք չենք ափսոսի։ Դիմավորեք Դադու։ Դադու։ Դադու։
Որքան եմ լաց եղել ես քո գնալուց հետո Որքան եմ քեզ փնտրել Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները ու սարքեին մի լիք ու լողային աստղերը Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները ու նրանց պատմեին Սիրո մասին աստղերը Նրանք կիմանային Որ սերը մի գիշեր է Երբ կորչում են աստղերը Կորչում է նաև սերը Որքան եմ քեզ փնտրել Եթե հավաքեին Բոլոր արցունքները Սարքեին մի լիք ու լողային աստղերը Եթե այնտեղ գային Սիրահարները Նրանց պատմեին Սիրո մասին աստղերը Նրանք իմանային Որ սերը մի գիշեր է Երբ կորչում աստղերը Կորչում է նաև սերը Դադուխում, շնորհակալություն Արամ Վարդանյանին։ Արամ, գեցես։ Վերջապես մենք լսեցինք, թե ինչ ձայն ունի Համբիկը, երբ երգում է պարզապես, այլ ոչ թե ռեպ կարդում, շատ հաճելի, շատ հեքիաթային տպավորություն ունեմ ես անձամբ ձեր փոքրիկ կղզյակում։ Այ, Գոր, ինչ ստացաք դուք այս համարից։ Ես էլ մի պահ հեքիաթում գտնվեցի, ճիշտ ասած, երբ որ Համբիկը եկավ վախեցա, ասեց ես այելի կսկսի։ Եթե իմանայի։ Մոտավորապես։ Բայց այս անգամ իհարկե Համբիկը կարողացավ իրեն զսպի եւ մենք լսեցինք իրոք հրաշալի ձայն, հոգի, զգացմունք եւ այդ ամենը դարձավ մի գեղեցիկ փոքրիկ դրվագ ինչ որ մեկի կյանքից։ Շատ սիրուն էր, շատ գեղեցիկ էր, շատ կոկիկ էր, ինչ շատ դուր եկավ, մերսի։ Շնորհակալություն։ Էմի։ Անպայման ուզում եմ առանձնացնել կիթառահարին, նա հիասքանչ երաժիշտ է եւ ուզում եմ ծափահարել։ Արամ Վարդանյան։ Եվ ասել, որ շատ նուրբ եւ գեղեցիկ համար էր, անցած վառվռուն բոլոր ամեն ինչից հետո շատ գեղեցիկ համար էր, շնորհավորում եմ։ Շնորհակալություն Էմի։ Դուետը հասավ քո նուրբ լարերին, Անդրե։ Բոլորի համար գաղտնիք չի, թե ինչպիսի առանձնահատուկ վերաբերմունք ունեմ այս խմբի նկատմամբ։ Ուզում եմ Գարիկին շնորհավորել, որովհետև շատ գեղեցիկ համար էր մտածված, թե լեդերը, թե այս ամեն ինչը ինչ որ կատարում, մի տեսակ իսկականից այդ խոտի հոտը գալիս էր։ Ինչ վերաբերվում է Համբիկին եւ Սոնային,
Երեխեք, վոկալային առումով իսկապես թույլ էր այսօր։ Ես մի բան եմ հասկացել ուղղակի, որ արտասահմանյան երգեր երգելը ավելի հեշտ է փաստորեն, քան երգել հայերեն։ Մի բան դա իսկապես ցավով եմ ասում, բայց ես գիտեմ, որ դուք դեռ նախագծում եք եւ դուք դեռ կերգեք շատ լավ հայերեն, բայց այսօրվա իսկապես ձեր կատարումը զուտ վոկալային առումով թույլ էր։ Շնորհակալություն Անդրե։ Նրանք անպայման հաշվի կառնեն դա, չէ՞։ Դադո։ Ղեկավար ջան, ղեկավար։ Ինչ կասես դու մեզ համար։ Ոնց էր դադուն մեր սրտի։ Տի։ Քեզ համար սիրունավետ, ես կասեմ մի դրավետ, անասավետ։ Ուրեմն Սոնայի կատարումը ինձ իրոք տվեց երևի այն զգացողությունը, որը որ սպասում էի, որովհետև կար այդ նրբությունը, կար այդ իրավիճակը, որ ուզում էի լիներ, Սոնան ստեղծեց Համբիկի մասին, այսպես կասեմ, Համբիկը միշտ կոնկրետ կռվի մեջ է լարվածության հետ, միշտ Համբիկն ու լարվածությունը իրար հետ կռվում են համերգից առաջ։ Վերջին 3 անգամ Համբիկը հաղթել էր, 3-0 հաշվով Համբիկը կրում էր լարվածությանը։ Այսօր եղավ 3-1, ճիշտը որ ասեմ, լարվածությունը այսօր հաղթեց Համբիկին, բայց ընդհանրով հələ որ 3-1 է, դու հələ որ հաղթում ես Համբիկին, չընկճվես, մյուս անգամ չթողես որպեսզի լարվածությունը քեզ հաղթի, որովհետև դու հանդես ես գալիս իմ խմբում որպես рэպեր, բայց դու եկել ես X Factor որպես երգիչ рэպեր։ Էնպես որ երկրորդ մասը պետք է փորձենք զարգացնել, քանի որ թեմաները այնպես է պատահում, որ рэպ չես կարող տեղավորել երգի մեջ, պետք է երգել, հաշվի չառնելով ձեր խմբի ֆորմատը, այդպես է մեր X Factor-ի ֆորմատը։ Շնորհակալություն ամեն դեպքում ելույթի համար։ Շնորհակալություն Գարիկ։ Ինչ զգացողություններ ուներ Դադու խմբի յուրաքանչյուր մասնակից, Համբիկ քեզնից սկսենք, ինչու չկարողացար հաղթահարել լարվածությունն այսօր, ինչն էր խնդիրը։ Ես այդ րեպերը, ասենք 3 էջանոց տենց անգիստ սովորում եմ, բայց այս 4 տողեր ուղղակի չէր, չգիտեմ, փորձերի ժամանակ էլ շատ էի խառնում, հետո այսօր տենց լարված մտածում էի մենակ բառերի մասին, որ չխառնեմ, տենց դրիվ մոռացա ամեն ինչ։ Այնուամենայնիվ դու ստեղծեցիր միևնույն է այդ մթնոլորտը, որ մեր Սոնան կարողանա ճախրի երգի մեջ։ Սոնա ջան, դու ինչ կասես։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ նվագակցող գիտարիստին, շատ շնորհակալ ենք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր հայերեն երգ կատարեցինք, որովհետև իսկապես հայերեն երգելը շատ դժվար է, բայց նաև շատ հաճելի է։ Շնորհակալություն։ Պարգևեք Դադու խմբին հաճույքը լինելու այս բեմում եւ գուցե նրանք հաջորդ գալա համերգներին կներկայացնեն ձեզ հայալեզու շատ լավ Համբիկ այնպես կերքի, որ չէ Համբիկ, լարվածություն մի գրամ չի լինի։ 0-8-ն է նրանց համարը, Դադու, մենք ուզում ենք նրանց տեսնել մեր նախագծում, 0-8, քվեարկեք Դադուի օգտին, շնորհակալություն։ Այժմ ժամանակն է, որպեսզի մենք ներկայացնենք մեր համերգային ծրագրի երրորդ գալա համերգի վերջին մասնակցին եւ այսպիսով Անդրե Երևի թե 80-ականների եւ 90-ականների ամենա եւ միակ հոփի արքա Մայքլ Ջեքսոն եւ այն ինչ որ նա արեց նրան մինչ այսօր թե շոուների առումով, թե երգերի առումով, թե կերպարների առումով, ամեն ինչի առումով նա մեծատառով արտիստ էր եւ ես այսօրվա Նարեկ Վարդանյանի ելույթը նվիրում եմ նրա հիշատակին եւ նրա բոլոր երկրպագուներին Michael Jackson, Bad Նարեկ Վարդանյան Take you right to show you face and burn the light. I'm telling you how I feel and how you mind. They should have killed some more.
Tell more, you're on me, alright. I'm giving you a kind of free to show your style and let it be. I'm telling you just what I want. I know you get what you're about. People say we sky the limit, and I'm really true. And my friend had nothing, just gonna get into because I'm bad, come on in. You know I'm bad, you know it. You know I'm bad, come on in. You know, in the hallway every answer right now just to tell me once again who's bad. You're like it out before too long. Your light eyes gonna take you right. You should say with all about. You talk a shit, you're not a man. You throw stones, you had your hands. We'll say we sky the limit, and we are really true. And my friend had nothing, just gonna give it to because I'm bad, good morning. You know I'm bad, you know it. You know I'm bad, good morning. You know, there's a hold me every answer right now just to tell me once again who's bad. People say we sky the limit, I'm really true. And my friend had nothing, just gonna give it to because I'm bad, good morning. You know I'm bad, you know it. You know I'm bad, good morning. You know, in the hallway I'd answer right now just to tell me once again who's bad. Իհարկե կեցեց ապահարություններով Արմինե Զարյանը մեր հրաշ։ Hi Michael։ Ջեքսոնի մեծ սիրահար Էմմի։ Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ Գարիկը նկարագրեց համարներից մեկը, սա մրցանակաբաշխություն էր։ Հարցնում եմ, սա մրցանակաբաշխություն էր։ Սա հայկական X Factor-ն է։ Սա իրականություն է, այսպես պետք է լինեն յուրաքանչյուր համարները, որոնք պատրաստվում են առհասարակ մեր երկրում։ Երգիչներ, հավաքվեք, որովհետև երիտասարդները գալիս են, որպեսզի մեզ անցնեն։ Գարիկ Պապոյան ջան։ Ես կարծում եմ, որ սուպեր համար էր իրականում, մանրակրկիտ բեմադրված, Նարեկը չարչարանք էր այստեղ, ոչ թե աշխատանք, ես որ տեսա, պատկերացրեք էլի, այսքան փորձ անել, այսքան պար դնել եւ այլն, մի քիչ երկել է տուժել էր այս ամեն ինչի մեջ, եթե պետք է փորձեմ հասկանալ, կփորձեմ հասկանալ, որովհետեւ բավականին մեծ աշխատանք ամեն դեպքում արել էր, կարող է կարճ ժամանակում ինչ-որ մի բանը պետք է զիջեր, բայց ապրես։ Շնորհակալություն Գարիկ։ Իգոր։ Երբեմին ասեց
ասաց ներողություն, որ պետք է հավաքվել, հասկացա, որ ես բան չունեմ հավաքվելու։ Դուժվելու այո իմ համար։ Ես ու դու հանգիստն եմ։ Հերթական անգամ, ինձ թվում է Գարիկն էլ այդքան անհանգիստ չի։ Մի քիչ։ Հերթական անգամ Նարեկը ապացուցեց, որ կարող ենք, եթե ուզում ենք, իհարկե ուզում ենք, եթե կարող այո, ենք։ այս ամեն ինչի 60% հաջողության այս համարի եւ գույնը եւ համը տվեցին այն կողքի շոուի դեմքերը, Նարեկի այդ էլեկտրիկի երիտասարդ էլեկտրիկի նաբուրի այդ բարձրացնելու իջացնելու սարքը, ուզում եմ ասեմ, որ sense բան շուտվանից չեմ տեսել այստեղ եւ հասկանում եմ, որ Նարեկը պետք է այդ ուղղությամբ աշխատի եւ շատ լավ որ Անդրենա քողեկավարը եւ այդ ամեն ինչը պատկերացնում է, գիտի թե որ տեղին կարելի է սխմել որ կոճակին մարդուն։ Մեկին դուր չի գալի Ջեքսոնը, խնդրեմ, գեղեցիկ աղջիկներ։ Մեկին դուր չեն գալի գեղեցիկ աղջիկներ, խնդրեմ, ակրոբատիկ։ Ով շոու բիզնես չի սիրում, այո, էլեկտրիկները, այո, իրանց լույսը, Նարեկը, վերջը բոլոր կետերին սխմել է եւ համոզված եմ, որ ամեն ինչ ստացված կլինի նաեւ այս փուլի համար։ Նարեկ ջան, ապրես, շնորհավոր եմ։ Շնորհակալություն։ Ասենք էլի նաև, որ Նարեկը այդ ամեն ինչի մեջ համահունչ մտնում է և իրագործում է այդ ամենը։ Կոճակ սեղմիր, մի բան էլ ասա, ղեկավար։ Առանց սեղմելու գործով եմ ասում, իրականում։ Ես էլ եմ շատ շնորհակալ եմ Արմինեին Զարյան, բոլոր պարողներին, ովքեր որ լցրեցին բեմը, բայց քեզ եմ շնորհակալ, որովհետև այս մի 6 օրը, որ մենք օր ու գիշեր աշխատել ենք, իսկ մենք աշխատում ենք թե օր, թե գիշեր։ Իրականում 24 ժամ, 26 ժամ աշխատանք է գնում, թե իմ ուղեղում, թե ֆիզիկապես, թե այսինքն չի դադարում աշխատանքը իրականում եւ այդ աշխատանքը այսօր բեմում երևաց։ Որ որևէ բան, որևէ ջանք, որևէ ուժ մենք չենք խնայում, որպեսզի մեր մասնակիցները ներկայանան շատ լավ եւ բարձր մակարդակի եւ ես կարծում եմ, այո, երկիչները պետք է ձգվեն, որովհետև իմ թիմը արդեն եկել է։ Շնորհակալություն Անդրեմ։ Լավ ես Նարեկ ջան։ Շատ։ Մինչև ելույթը ինչ-որ մատ էիր, ճկույտի կտեիր վնասը, թե ինչ-որ բան էր, տրավմա էիր ստացել, հիմա նորմալ է ամեն ինչ։ Ամեն ինչ նորմալ է։ Լավ է։ Լավ ես քեզ զգում։ Շատ։ Իրոք շատ լավ եմ ինձ զգում, այս ջերմությունը որ ստանում եմ, իրոք շատ շնորհակալ եմ ձեզ, մերսի։ Պար ու երգ, ինչպես ես կարողանում համադրել այդ երկուսը եւ շնչառությունդ տեղը բերել։ Թե ոնց տեսնում եք։ Լավ համեստություն մի արա, ստացվում է։ Նարեկի օգտին, սա մեր վերջին համարն էր այսօրվա գալահամերգի 09-ը պետք է քվեարկեք, որպեսզի Նարեկը իր տարբեր ակրոբատիկ հնարքները նաև ցույց տա, իհարկե շնորհքնել ու ձայնային վոկալ տվյալներն էլ։ Նարեկ 09-ը մեր այսօրվա վերջին մասնակիցը։ Քոջային բոլոր օպերատորների բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 1055 կարճամարին, նշելով իրենց սիրելի մեր մասնակցի հերթական համարը 0901030 եւ հետևում եք հրահանգներին։ Նաեւ կարող եք քվեարկել Շանթերուսանկերության պաշտոնական կայքեջում։ Քվեարկությունը սկսելու է անմիջապես մեր գալահամերգից հետո, այսինքն հիմա եւ տևելու է 2 ժամ։ Հաջորդ կիրակի մենք ամփոփելու ենք ձեր քվեարկության արդյունքները, այսքանը քվեարկության մասին իսկ այսօր Սելի բարեկամներ 80-ական, 90-ական թվականների լավագույն հիթերը մեր մասնակիցների շուրթերից ձեզ տեղափոխեցին հուշերով այնտեղ, ուր ձեզնից շատերը ապրել են և նոստալգիա գուցե ապրեցիք։ Եկեք ևս մեկ անգամ վերապրենք այն ամեն ինչը, ինչ կատարվել է կարճ-կարճ հիշեցում մեր մասնակիցների կողմից և այսպիսով վերհիշում, որպեսզի դուք անմիջապես դրանից հետո վերցնեք ձեր բջջային հեռախոսները ու շատ ակտիվ քվեարկեք մերոնց համար։ X Factor, վերհիշում։ Change the world. I will be the sunlight and a shooting bus. You will be my
just can't believe it. Oh, baby, I'm really true. And my friend had nothing, just gonna give it to because I'm bad, come on in. Ահա այսօրվա մեր հերոսները։ Ձեր քվեարկության եւ ժյուրիի որոշման արդյունքում մեկը հաջորդ կիրակի ցավոք սրտի դուրս կգա նախագծից։ Լավ հիշեք նրանց դեմքերը, նրանք երաժշտական մեր հերոսներն են։ Իսկ երկրի երաժշտությունը ժամանակ չի ճանաչում, այն ապրում է այնքան, ինչքան հնչում է։ X Factor-ում հնչում է բարձրաճաշակ երաժշտություն։ Մնացեք մեզ հետ, մենք հանդիպելու ենք հաջորդ կիրակի ցտեսություն։